Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես առնվազն իսկապես մշտապես կարևորել եմ հրապարակայնության սկզբունքը եւ այդ իսկապես դատական նիստի ընթացքում ներկայացնելով դիրքորոշումը սահմանափակման վերաբերյալ հրապարակայնության ներողություն խնդրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից, ինչ որ իմաստով կարող եք դա նաեւ վերագրել ձեզ եւ հասցեագրված։ Ես կարծում եմ իրենց համար շատ հետաքրքիր հանգամանքներ արդեն իսկ Սամվել Կարապետյանը ներկայացրել է, դա ձայնագրարվել է, այդ թվում նաև հենց քաղաքացիության վերաբերյալ շատ կարևոր շեշտադրումներ է կատարել, որոնց երևի թե ամենից շատը հենց իրենք էլ սպասում էին, ես ինչ որ իմաստով այդ տեսանկյունից իրենց շնորհավորում եմ, այլ հարց է, որ մեր հանրությունը իսկապես Սամվել Կարապետյանի խոսքը լսել է նաև վերջին հանրահավաքի ընթացքում տեսաուղերձի շրջանակներում, իսկ բուն այս ապօրինի քաղաքական հետապնդման վերաբերյալ հանգամանքները ի վերջո դռնբացության կարգով են քննվում եւ իդեպ մենք գտնվում ենք դատական նիստի ամենավաղ շրջանում մենք գտնվում ենք նախնական դատալսումների փուլում, որտեղ դեռևս միայն խափանման միջոցի հարցն ենք ըստ էության քննարկում, որն էլ կրկին ուզում եմ ընդգծել ինձ համար անհասկանալի պայմաններում, բայց բոլոր դեպքերում հետաձգվեց, շարունակվելու է ամսի 17-ին, եկեք ամսի 17-ին էլ կտեսնենք զարգացումները։ Բայց մի հանգամանք էլի բոլոր դեպքերում նշում։ Ինչն է կարևոր, ես ինչի համար եմ մտահոգությունս արտահայտում, զայրույթս արտահայտում կամ զարմանքս արտահայտում։ Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ 1 ժամը, որ խափանման միջոցը փոխվի, որովհետև այդ 1 ժամը կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցության համար։ Նույնիսկ այդ 1 ժամը, եւ մենք փաստացի 2 օրից զրկվել ենք արդեն, որի համաչափությունը, ողջամտությունը, անհրաժեշտությունը չեմ կարողանում ընդունել։ Շատ պարոն Վարդանյան, խափանման միջոցի փոփոխման հարցի քննությունը դեռևս չի ավարտվել, բայց ձեզանից առաջելուտ ունեցած փաստաբանները միշտ օգնեցին այն փոփոխել, վերացնել։ Դուք ինչ խափանման միջոց եք ցանկանում, որպեսզի ընտրվի, առհասարակ եթե չվերացվի, ինչ խափանման միջոց կարող եք ընտրել։ Այս դեպքում ես կառաջարկեմ, որ սպասեք ամսի 17-ին, հույս ունեմ, որ ներկա կգտնվեք դատական նիստին, կլսեք իմ կողմից ներկայացվող միջնորդությունը, առնվազն 1 հանգամանքը գաղտնազերծեմ կամ բացահայտեմ, տնային կալանքը պետք է վերացվի։ Չի կարող տնային կալանքը լինել ողջամիտ։ Մի գաղտնիք էլ ձեզ բացեմ, 2026 թվականի մարտի 14-ի դատական ակտում նախագահության Վարդգես Ստեփանյանի կրկին հակակոռուպցիոն դատարանի ուղիղ արձանագրվել էր 1 հանգամանք, թե ինչի համար է տնային կալանքը 1 ամսով երկարաձգվում։ Իդեպ կարող ենք նաև խնդրել մեր գործընկերները այդ նույն հարցը ուղղեն օրինակ Դատախազ Դալաքյանին, ով նշված դատական ակտը չի բողոքարկել, եւ այսօր դատական նիստի ընթացքում միջնորդում է 3 ամսով երկարաձգել տնային կալանքը։ Դատարանը նշել էր 1 հանգամանք, ասել էր, քանի որ դեռ ակտիվ վարույթային գործողություններ պետք է կատարվի։ Այդ իսկ պատճառով ու հատուկ ընդգծել է նաև նախաքննության հանգամանքից ելնելով, որ գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում, 1 ամսով երկարաձգվում է։ Դատախազը այդ դիրքորոշումը դատարանը չի բողոքարկել։ Այսինքն 1 ամիս առաջ համաձայն է եղել, հիմա համաձայն չէ։ Համաձայն եղել մի ամիս առաջ։ Այսինքն Դալաքյանը համաձայն էր, որ 1 ամսով երկարաձգվի բացառապես այն հիմքով, որ դեռ նախաքննության ընթացքում պետք է գործողություններ կատարվեն, այդ պատճառաբանության հետ համաձայնվել է, դրան հաջորդել է ինչ, հա, նախաքննության ավարտ, ակտիվ գործողությունների բացակայություն, իրենց կողմից իբրև մեղադրական եզրակացության հաստատում, որի վերաբերյալ մոտ 5-6 րոպե նաև ներկայացրել էր հրապարակայնորեն նաև հանրայինի եթերում, ու հատկապես հանրայինի եթերում, բայց հիմա էլ գալիս է եւ ներկայացնում է դիրքորոշում, որ 3 ամսով երկարաձգվի տնային կալանքը։ Ես իսկապես ուզում եմ հասկանալ, որտեղ կարող է լինել ողջամտությունը։ Իդեպ դրա պատասխանը ես դատական նիստի ընթացքում տվել եմ։ Պարոն Դալաքյանը չի հանդիսանում անկողմնակալ դատախազ։ Պարոն Վարդանյան, այդ դեպքում օրինակ այսօր ինչու 3 ամսով դատախազը առաջարկեց երկարաձգել, եթե օրինակ քանի ամիս առաջ 1 ամսով էր երկարաձգել, այստեղ իրավական Այստեղ իրավական process չենք տեսնում, այստեղ տեսնում ենք քաղաքական հետապնդում, որովհետև միայն քաղաքական հետապնդման պայմաններում է, որ կարող է այդպես լինել։ Միայն
որովհետև իրավական տրամաբանություն, ողջամտություն այստեղ իհարկե առկա չէ, չի էլ կարող լինել։ Այսինքն նույն դատախազը գտնում է, որ դրվագներից մեկը, որը ի դեպ կրկին հարցազրույցի ընթացքում նաև ներկայացնում էր հսկող դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելով։ Ես շատ ցավում եմ, որ օրինակ մեր գործընկերը այդ հարցը չուղեց պարոն Դալաքյանին։ Օրինակ հարցը կարող էր հնչել ինչպես. Պարոն Դալաքյան, դուք այդ դրվագներից մեկով հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ դատական ակտ եք ունեցել, որը չեք բողոքարկել։ Համաձայնվել եք դրա հետ։ Ոնց եք մեղադրական եզրակացության մեջ այն ներառում, ոնց եք այն որպես մեղադրանք հաստատում, բայց ավաղ այդ հարցը չի հնչել, դատախազն էլ դատական նիստի ընթացքում որևէ արձագանք դրա վերաբերյալ չտվեց, թեև այն մատնացույց արվել էր, որպես իր անկողմնակալության դեֆիցիտի խնդիր։ Գործընկերներ, ամփոփելով խոսքս ուզում եմ հետևյալը նշել։ Մենք խոսում ենք 10 ամիս տևող կալանքի մասին։ 10 ամիս։ Մենք խոսում ենք Հայաստանի նախընտրական շրջանում գտնվելու մասին։ Մենք խոսում ենք նրա մասին, որ օրինակ 3 անձանց ձերբակալում էին բարեգործության արգելքի ենթադրաբար խախտման հիման վրա։ Իբրև, քանի որ մենք գտնվում ենք նախընտրական շրջանում։ Հիմա այդ պայմաններում ոնց կարելի է դատական նիստի շրջանակներում առաջնահերթության կարգով սկսել քննարկել խափամամիջոցի հարցը, բայց 2 օրով հետաձգել, երբ մենք ուղիղ պատճառաբանված դիրքորոշում ունենք, որ նույնիսկ 1 ժամ է էական նշանակություն ունի։ Նախընտրական շրջանում ըստ էության չի ասած ձեր դրանքին եւ դատախազի միջնորդությունը մեջ կթողնի։ Մենք նման կանխատեսում այս փուլում չենք անում։ Ամսի 17-ը թող գա, ներկայացնենք վերջնական միջնորդությունը, կտեսնենք Նախընտրական դատական։ շրջան մասին եք խոսում, բայց ենթադրվում է, որ կերկարացնի էլի տնային կալանքը։ Ես չնայած քաղաքական հետապնդումներին, աբսուրդներին, ես հավատում եմ իրավունքի գերակայությանը։ Իրավունքի գերակայությունը, ես կոնկրետավորված չեմ ասում, ես իրավունքի գերակայությունը իդեպ դասում եմ վեր նույնիսկ քաղաքական հետապնդումներից, հենց դրանում է դրա արժեքը եւ իմաստավորումը, որ իրավունքը պետք է գերակայի ցանկացած իրավիճակում։ Գործընկերներ, ներողություն եմ խնդրում։ Վերջին հարցը կապված է, եթե կարող եք, էլի հակագծեր բացել։ Այդ ձայնագրության մեջ հեռուստացույց, տելևիզոր, փող, այդ ինչի մասին է խոսքը։ Գիտեք, նախաքննական գաղտնիքով սահմանափակված լինելով չեմ կարող ամբողջական տվյալ ներկայացնել, որովհետեւ ամեն դեպքում հարգենք նշված կանոնը, պարզապես մեկ հանգամանք նշեմ, դատարանի կողմից 2 դրվագից մեկի վերաբերյալ հիմնավոր կասկածը չի հաստատվել։ Այս պահի դրությամբ դա էլ չգախնազերծեմ, առնվազն արձանագրեմ, որ 1 դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի ապացուցման շեմը չի հաղթահարել։ Այսինքն այստեղ ոչ միայն հիմքերի տեսանկյունից էր մեր այսպես ասած բանավեճը դատարանում եւ դիրքորոշումների ներկայացումը, այլ նաեւ պայմանի։ Կարող եմ ասել նույն այդ ձեր վկայակոչած տվյալի հետ կապված ամբողջությամբ դրա ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հետ որևէ ձևով առնչության վերաբերյալ, որտեղ այն իրենից ենթադրում է ընտրությունների հետ որոշակի կապ։ Այսինքն հոդված հերքող, եկեք այսպես ձևակերպեմ, հերքող տվյալները ունենք։ Պարոն Վարդևանի, որը նաև ներկայացվեց նիստի ընթացքում։ հետ կապված իշխանականները, կպականները այսպես տարածում այն միտք, որ մայր է դրա համար չի կալանվում, մայր է գերակրող մայր է, բայց իրականում մայր լինելու հանգամանք աշխատելն է պարզապես։ Ես կրկին ուզում եմ հատուկ վկայակոչեմ, որ առնվազն հիմնավոր կասկածը 2 դրվագներից մեկով չի էլ հաստատվել։ Մյուս կողմից այստեղ ուզում եմ ընդգծել որոշակի իմաստով, որպես գիտեք վարքագծի կարևոր մոտեցում, որ հակակոռուպցիոն կոմիտեն ինքնին տնային կալանքը որպես խափամամիջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացրել։ Այսինքն ոչ թե կալանք, այլ տնային կալանքը։ Իդեպ ի սկզբանե ձերբակալվել էր Գոհարը կալանքի միջնորդություն ներկայացնելու համար։ Սա եւս կարևոր արձանագրում է։ Հայտարարությունները Եկեք ես հետևություններ թողնեմ ձեզ, բայց առնվազն փաստն եմ ֆիքսում։ Բայց նաեւ եկեք ֆիքսենք, որ կալանքը եւ տնային կալանքը, թե եվրոպական դատարանի նախադեպային որոշման համաձայն, թե սահմանադրական դատարանի, թե վճռաբեկ դատարանի իրար համարժեք ինտենսիվ խափամամիջոց են։ Շնորհակալ եմ։ Հարցը Գոհար Հովանեսյանին առնչվող հեռուստացույցի դրվագը վերաբերում է այս 2 ամսվա պատմությունը, թե ավելի վաղ կամ ուժեղ կրկին եկեք հետևյալ կերպ ասեմ, ընդհանրապես նշվածը 221-րդ հոդվածի այն է, ընտրական որևէ ձևով գործընթացի հետ առնչվելու տեսանկյունից հերքող տվյալները ներկայացվել են։ Շնորհակալ եմ։